Բարև ձեզ սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք առավոտի զրույցները հոգևոր ընտրության մասին։ Ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եկած իշխանություններին, քանի որ չկա իշխանություն, որ Աստծուց չի։ Դարեր շարունակ բոլոր տեսակի իշխանությունները, կայսրները, թագավորները, նախագահները եւ մնացածները կրկնում են Պողոս առաքյալի այս խոսքերը, որոնք կան հռոմեացիներին ուղված իր նամակում, եւ մեկնաբանում են այսպես. Քանի որ իշխանությունն Աստծուց է, ուրեմն ինձ, սիրելի քաղաքացիներ, սիրելի հպատակներ, ձեր վրա Աստված է ուղարկել եւ հետեւաբար ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ։ Արդյոք դա նկատի ուներ Պողոս առաքյալը։ Բաբելոնում Քրիստոսից առաջ 6-րդ դարում կար մի թագավոր Նաբուկոդոնոսոր։ Բաբելոնը այն ժամանակ կայսրություն էր եւ հարձակվում էր հարևան երկրների վրա, տիրում էր դրանց, այդ թվում նաև տիրում էր հրյաների երկրին։ Այստեղից է, որ հին կտակարանում կան բազմաթիվ հիշատակումներ Նաբուկոդոնոսորի մասին եւ մասնավորապես այն մասին, թե որտեղից է գալիս նրա իշխանությունը։ Դանիել մարգարեի գրքում կարդում ենք. Թագավորներն ինձնով են թագավորում եւ հզորները օրենսդրում են արդարությունը։ Ինձնով են բարձրանում մեծամեծերը եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։ Աստծո այդ խոսքը Նաբուկոդոնոսորը լսել է երազում։ Սա Դանիել մարգարեն է հայկական 13-րդ դարի մանրանկարում։ Կամ Երեմիա մարգարեին Աստված ասում է. Ես ինքս բաբելոնացիների Նաբուկոդոնոսոր արքայի իմ ծառայի ձեռքը տվեցի ամբողջ երկիրը, տվեցի նաև տափաստանների գազաններին, որ ծառայեն նրան։ Ինչ է այստեղից հետևում, որ թագավորները, նույնիսկ հեթանոս, նույնիսկ Իսրայելի համար թշնամի արքաները, նրանց իշխանությունը տրված է Աստծո կողմից։ Բայց արդյոք դա նշանակում է, որ Աստված իշխանություն է տալիս միայն բարի կամ միայն խելացի մարդկանց։ Բնականաբար ոչ։ Եվ հին կտակարանում դրա մասին նույնպես բազմաթիվ հիշատակումներ կան։ Օրինակ Ժողովուրդ գրքում այսպիսի մի բացականչություն կա. Վայ քեզ քաղաք, որ թագավորդ մանուկ է եւ իշխաններդ կերխում են անում մինչև առավոտ։ Պատահում է, չէ՞, որ այդպես է լինում, ամեն քայլափոխի։ Այդ մարդկանց իշխանությունը տրված է Աստծո կողմից, բայց արդյոք այդ մարդիկ օժտված են Աստվածային շնորհով։ Արդյոք նրանք, այսինքն ենթադրենք կերխում անողները, Աստծո ներկայացուցիչներ են եւ նրանց վարքը պետք է հանդուրժել։ Ամեն իշխանություն Աստծուց է, բայց ոչ ամեն մի կոնկրետ մարդ, որը իշխանություն ունի։ Իշխանությունն Աստծո կարգն է, նրա հիմնած մեխանիզմը, որին բոլորը պետք է ենթարկվեն։ Իսկ մարդիկ, որոնք իշխանություն ունեն, կարող են շատ տարբեր լինել։ Այդ թվում կարող են լինել մանկամիտ, տգետ, հնարավոր է, որ լինեն արծաթասեր կամ շվայտ կյանքի սիրահար, վերջապես կարող է իշխանավորը լինել պարզապես չարագործ։ 20-րդ դարում կային այդպիսիք, ում լեզուն կպտտվի ասել, որ Հիտլերի, Ստալինի կամ Պոլ Պոտի իշխանությունը Աստծուց է։ Կամ վերցնենք մեկ այլ օրինակ հենց Սուրբ գրքից, Պոնտացի Պիղատոսին։ Հռոմի կայսրի կողմից նշանակված նահանգապետը հարցաքննում է Քրիստոսին։ Հիսուս նրա հարցերին չի պատասխանում եւ նահանգապետը բարկանում է, չէ՞ որ ես այստեղ նաչալնիկ եմ, ես այստեղ իշխանավոր եմ եւ ուշադրություն դարձրեք Տիրոջ արձագանքին։ Դու իմ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ, եւ դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն ավելի մեծ է։ 14-րդ դարի իտալացի, սիենացի վարպետ Դուչոյի որմնանկարը հենց այս սյուժեով է։ Քրիստոս ուզում է ասել, որ մի կողմից իշխանությունը քեզ ի վերուստ է տրված, բայց դա չի նշանակում, որ քո բոլոր գործողությունները արդարացված են։ Նա խոսում է իշխանության հիմքի մասին, ոչ թե կիրառման։ Իսկ մեղքը ավելի շատ նրանցն է, ովքեր Հիսուսին մատնեցին, որովհետև այդ մարդիկ գիտեին Աստծո օրենքը, բայց խանդից եւ նախանձից այդ օրենքները խախտել էին։ 13-րդ դարի կաթոլիկ մտածող Թովմա Ակվինացին իր աստվածաբանական ժողովածուում Սումմա Թեոլոգիկա գրքում հաստատելով, որ ամեն իշխանություն Աստծուց է, պարզաբանում է, որ այդ կանոնը գործում է, եթե պատասխան կա երկու հարցի. ինչպես է այդ իշխանությունը ձեռք բերվել եւ ինչպես է այդ իշխանությունը օգտագործվում։ Եթե անազնիվ ձևով է ձեռք բերվել կամ եւ եթե սխալ է օգտագործվում,
չարաշահվում է, չի ծառայում համընդհանուր բարիքին, ապա այն բացարձակապես Աստծուց չէ։ Եվ ավելին, այդպիսի իշխանությանը ենթարկվելը մեղք է։ Ակվինատից 100 տարի առաջ նմանատիպ միտք էր արտահայտել նաև Ներսես Շնորհալին, որն իր քարոզներում ընդգծում է. քրիստոնյան պետք է հնազանդ լինի իշխաններին, քանի դեռ նրանք իրենց գործողություններով չեն հակասում Աստծո պատվիրաններին։ Պետք է հաշվի առնել, որ Շնորհալին բացի ամեն ինչից նաև իշխանություն էր, ամենայն հայոց կաթողիկոս էր եւ շատ լավ գիտեր իշխանության բնույթը։ Իշխանություն իր բնույթով է աստվածային։ Մենք ասում ենք, չէ, ամեն օր զիքոյը արքայություն եւ զորություն, այսինքն իշխանություն։ Որոշ մարդկանց տրվում է իշխանություն, փոքրատառով իշխանություն, այսինքն լծակներ, որոնք պետք է ծառայեն Աստծո կամքին։ Ինչպես տեսնում ենք, ոչ միշտ է դա տեղի ունենում։ Իշխանությունը աստվածային կարգն է, աստվածային գործիքն է, որի միջոցով ներդաշնակություն է հաստատվում։ Թե իշխանությունը այն մարդիկ են, որոնց ձեռքում սուր կամ մահակ կա, եւ որոնք այդ գործիքները կարող են օգտագործել իջհարս։ Այդ ամենը մենք պետք է որոշենք։ Ընտրությունը մերն է։